Որովհետեւ Տիկին Աղեկյան շնորհավորություններով համար Տիկին Աղեկյան ինչ իրավիճակ ունենք Երևանի օդում խոսակցությունները տարբեր են, նորմերը գերազանցում են եւ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, Երևանի օդը ամենաաղտոտված օդն է տարածաշրջանում եւ այդ մասին արդեն էլ չեն կարողանում թաքցնել անգամ քաղաքային 2.5 միավորանոց իշխանության անդամները եւ եթե նախկինում մենք խոսում էինք օդի աղտոտվածության մակարդակի մասին, իրենք փորձում էին քողարկել եւ ասել, որ ընդդիմությունը սուտ է խոսում, սակայն արդեն ստիպված են իրենք էլ փաստել, որ այո, Երևանում օդի աղտոտվածության մակարդակը վաղուց հատել է թույլատրելի շեմը, ինչն է նպաստում այս ամենին։ Նախ սկսենք նրանից, որ Երևան քաղաքի բյուջեն վճարունակ է, ունի հնարավորություններ, քաղաքական կամք ունենալու ցանկության պարագայում Երևան քաղաքում ցանկացած խնդիր լուծելու ունի այդ հնարավորությունը, սակայն եթե հաշվի առնենք, որ իրենք գումարները տրամադրում են եւ այդ գումարները նպատակին չեն ծառայում, ահա այստեղ է խնդիրը։ Օրինակ 2024 թվականի բյուջեով Երևան քաղաքի օդի աղտոտվածության դեմ պայքարի համար հատկացվել է 14 միլիոն 300 հազար դրամ։ Մենք տեսնում ենք, որ դա իր ազդեցությունը չի թողել, իր արդյունավետությունը չենք տեսնում։ 25 թվականի համար արդեն 25 թվականը ավարտվում է, 17 միլիոն 100 հազար դրամ է նախատեսված եղել, բայց մենք տեսնում ենք, որ ողջ 25 տարվա ընթացքում օդի աղտոտվածությունը հատել էր թույլատրելի շեմը եւ այդ գումարները ուր են ուղղվել, ինչ նպատակով են ծախսվել, քաղաքացին չի տեսնում դա, չենք տեսնում, չենք արձանագրում այդ գումարների մսխման արդյունավետությունը։ Սալվականի չեք հարցնում այն որտեղ է 17 միլիոնից ասել կամ հարցում անեք փորձեք հասկանալ։ Այո, հարցումներ բնականաբար ուղարկվում են, հարցումների պատասխանները գալիս են լղոզված եւ ոչինչ չասող, ավականին լինելով վերահսկողական լիազորություններ ունեցող մարմին, այս քաղաքային իշխանությունը, այսինքն 2018 թվականից մինչ այսօր գործող քաղաքային իշխանությունը, որը ՔՊ-ի գիտենք, որ ՔՊ-ն կարելի ասել միահեծան ձևով իշխանություն ունի, որևէ խնդիր չի կարողացել լուծել, բայց գումարները մսխվել են եւ բոլոր հարցումներին ի պատասխան ասել են, որ ցույց են տալիս իրենք ուղղությունները, թե ինչ ուղղություններով են ծախսվել։ Սակայն օրինակ, տեսեք, 25 թվականի համար 17 միլիոն 100 հազար դրամը ուղղվել է Նուբարաշենի թափոնակուտակիչ կայանում օդի աղտոտվածությունը մեղմելու նպատակներով։ Գումարը ծախսվել է, բայց օդի աղտոտվածությունը չի մեղմվել։ Հիշում ենք Նուբարաշենի աղբավայրը 25 թվականի ընթացքում մի քանի անգամ հրդեհվել է, այդ ողջ աղբավայրի թափոնների հրդեհի հետևանքով այդ այրուքը, որպես թանձրուկ օդ էր բարձրանում եւ կեղտոտում էր օդը, թանձր ստվերով, թանձր գոլորշիով ողջ քաղաքի վրա էր տարածվում։ Եվ Արաբկիրում, եւ Կենտրոն վարչական շրջանում, Շենգավիթ վարչական շրջանում նկատվում էին այդ օդի աղտոտվածության հետևանքները եւ ամռան ընթացքում եւ նաեւ գարնանը։ Այսինքն գումարները ծախսվում են, իրենք հաշվետվությունները գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնում են, մատուցում են, որ ահա այստեղ ենք ծախսել այս նպատակով թափոնակուտակիչ կայանում այրումները, որպեսզի չեզոքացնեն իրենց վնասակար հետևանքները, գործառույթներ են իրականացրել, բայց իրականում հասկանում ենք, որ ոչ մի գործառույթ էլ չի իրականացվել, համայնքային բյուջեն մսխվում է, մեր քաղաքացիների հարկերից ու տուրքերից գոյացած քաղաքային բյուջեն աննպատակ ծախսեր է իրականացնում եւ այդ ծախսերը չեն ապահովում քաղաքային տնտեսության կառավարումը, հանձինս օդի աղտոտվածության մակարդակի։ Օդի աղտոտվածության մակարդակին նպաստում են ոչ միայն աղբավայրերի հրդեհումները եւ այդ վնասակար վտանգավոր ու թունավոր գազերի արտանետումները դեպի օդ, այլ նաեւ փոքր արդյունաբերական գործարաններից վեր խոյացող այդ ծուխը։ Հենց այսօր էլ առավոտյան նկատել եմ, որ Շենգավիթ վարչական շրջանում բնակելի վայրերին մոտ
գտնվող գործարաններ, փոքրիկ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք բետոն են արտադրում, ասֆալտ են արտադրում եւ ողջ այդ վնասակար նյութերը արտանետումները նետվում է մայրաքաղաքի օդ։ Բայց նաև պետք է ասենք, որ շինարարական աննախադեպ ծավալով շինարարական գործառույթներ են իրականանում մայրաքաղաքում, շինթույլտվությունների քանակով Երևան քաղաքը երևի աշխարհում գրավում է որպես մայրաքաղաք առաջին տեղը, որովհետև աննախադեպ շինարարական տեսնում ենք բազմաբնակարան նորակառույց եւ տարբեր շինություններ, բազմաբնակարան համալիրներ են, բազմաֆունկցիոնալ համալիրներ են կառուցվում եւ շինարարական գործառույթների ընթացքում շինհրապարակի ոչ պատշաճ կահավորում ենք արձանագրում։ Ես կարող եմ անվանական նշել, թե որ շինհրապարակներն են, որ կահավորված չեն չափանիշներին եւ չափորոշիչներին համապատասխան, այսինքն այնտեղ տեղադրված չեն ջրցան մեքենաներ եւ երբ որ շինհրապարակից դուրս են գալիս այդ ծանրաբեռնված շինանյութով ծանրաբեռնված մեքենաները կամ թափոնով ծանրաբեռնված մեքենաները անիվների լվացումը չի իրականացվում, ինչը նորից հավելյալ բեռ է եւ աղտոտվածություն է արտանետում դեպի մայրաքաղաքի օդ։ Պետք է անպայման նշել, որ քաղաքային իշխանության վերահսկողական գործառույթները լիովին բացակայում են։ Իրենք տալիս են շինթույլտվությունը, բայց չեն գնում հետևից եւ չեն վերահսկում։ Միտումը ո՞րն է, տեսեք, օրինակ շին 1, 2, 3 այդ շինթույլտվությունների խնամի ցանոթ բարեկամ միջոցներով հնարավոր է եւ ստանալ, բայց արդյոք բոլորն է հնարավոր ստանալ, օրինակ անիվների լվացումը երևանցին ուղղակի չի պատկերացնում, բայց տեսնում եք, որ նորմերում կա։ Քաղաքապետարը վերահսկողական գործառույթի բացակայության միտում որտեղ է։ Սա բացակայությունը վերահսկողական գործառույթների նշանակում է, որ ոչ կոմպետենտ եւ ոչ պատասխանատու մարդիկ են այդ պաշտոններին, այսինքն քաղաքային իշխանությունը մենք գիտենք, որ 23 թվականի ավագանուն ընտրություններից հետո 2.5 միավորանոց է, չկարողացան իրենք Երևանցու վստահության քվեն ձեռք բերել եւ ստիպված եղան իրենց քույր հանրապետությունի հետ եւ մի քանի հոգի էլ հանրային ձայնից անասնագողության, կեղտոտ կուլիսային գործարքների արդյունքում բերեցին իրենց կողմ եւ կարողացան իշխանությունը իրենց ձեռքում պահել։ Եվ կարծես վրեժ են լուծում երևանցիներից վստահության քվեջ ստանալու համար։ Շինթույլտվությունները, այո, տալիս են, այստեղ կարող ենք շինթույլտվությունների տրամադրման գործում կարող ենք խոսել կոռուպցիոն գործարքների մասին։ Ես որպես քաղաքացի իրավունք ունեմ կասկածելու, որ այս աննախադեպ քանակի շինթույլտվությունները կոռուպցիոն ռիսկեր են իրենց մեջ ներառում եւ մանավանդ որ վերահսկողական գործառույթները հավուր պատշաճի չի իրականացվում, առավել եւս այն չափորոշիչները, որոնք կան, օրինակ Երևան քաղաքում շինհրապարակներում պարտադիր է, որ լինի օդի աղտոտվածությունը չափող սարք։ Ես կոնկրետ կարծում եմ, որ օդի աղտոտվածությունը չափող սարքը պետք է տեղադրի Երևանի քաղաքապետարանը, որովհետև այդ չափիչ սարքի տվյալները քաղաքապետարանին են փոխանցվում եւ դա ոչ թե մաքրում է օդը, այլ ընդամենը իրենց տալիս է տվյալ, թե տվյալ շինհատվածում, տվյալ վարչական շրջանում ինչ վիճակում է գտնվում օդի աղտոտվածությունը, ինչ վտանգավոր թույներ ու գազեր են պարունակվում, բայց սա չի մաքրում օդը։ Այդ ջրցան սարքերը, որոնք պետք է անպայման լինեն շինհրապարակներում, որպեսզի այդ շինարարական փոշին աղտոտվածությունը անընդհատ ջրցան սարքով նստեցվի, որպեսզի հնարավորինս օդի աղտոտվածությունը ավելի քիչ լինի, այս դրա վրա ուշադրություն շատ քիչ է դարձվում։ Ինչի է օդի աղտոտվածությունը չափող սարքի վրա ուշադրությունը, որովհետև քաղաքապետարանը ամերիկյան ընկերության հետ կնքել է պայմանագիր եւ կառուցապատողին ասում է, որ ես ձեզ անկախ շինհրապարակի ծավալներից, շինհրապարակի մակերեսից բոլոր շինհրապարակների համար նույն չափերով, նույն սակագնով ասում են, որ մենք ձեզ տրամադրում ենք սարքը անվճար, բայց ծառայությունը մատուցվում է $2800 համարժեք օրվա կուրսի համարժեք դրամով, որը պետք է այդ կառուցապատողը վճարի քաղաքապետարանին, քաղաքապետարանն էլ իբրև թե այդ ամերիկյան կազմակերպությանը եւ այդ օդի տարեկան
տարվա համար եւ օդի աղտոտվածությունը չափող սարքը տեղադրի շինհրապարակում, որի տվյալները կառուցապատողին ոչինչ չեն տալիս, ոչինչ, դա պարտադիր պարզապես իրենք պայման են նշան դարձրել եւ այդ օդի աղտոտվածությունը չափող սարքի տվյալները միայն քաղաքապետարանին են անհրաժեշտ։ Այսինքն սա ոչ օդի աղտոտվածությունն է նվազեցնում, ոչ էլ կառուցապատողին կամ մեր բնակիչներին է անհրաժեշտ։ Եթե Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ էր օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու եւ Երևանում քաղաքացիների առողջությանն ու կյանքին վտանգ չսպառնացող օդ ունենալուն, թթվածնով հարուստ օդ ունենալուն, ապա կանաչապատ ծառերին ուշադրություն կդարձներ, կանաչ տարածքներին ավելի ճիշտ։ Մենք տեսնում ենք, որ առանց համապատասխան փորձաքննությունների ծառահատումներ են իրականանում։ Կանաչ, առողջ, սաղարթով հարուստ ծառերը կտրում են։ Տեղը հաստաբուն ծառերը կտրում են եւ ընդամենը օրեր առաջ ես կարող եմ ձեզ ֆոտոները, լուսանկարները տրամադրել, որ Ռոսիա կինոթատրոնի հարակից տարածքում հաստաբուն առողջ ծառերը կտրում էին եւ արմատախիլ անում, փոխարենը սալիկապատում։ Հենց անմիջապես կտրելուց հետո այդ տարածքները սալիկապատում էին։ Սա նշանակում է Երևանը անապատացվում է։ Առանց այդ էլ գիտենք, որ 4 կլիմայական գոտում ենք գտնվում։ Եվ ծառերն են, որ կարողանում էին պաշտպանել մեր քաղաքացիներին ամռան ժամանակ ստվերներից եւ փոշին իրենց վրա վերցնելով, թթվածինը դուրս բերելով, բայց հիմա մենք այդ ամենից զրկված ենք։ Հետաքրքիր միտում կա, որ փտած վերացման եւ վերացման շեմին կանգնած եւ անառողջ ծառերը չեն կտրում։ Այսինքն դրանք թողնում են բարձիթողի վիճակում։ Ժամանակին էտման աշխատանքները, ինչպես որ հարկն է, չեն իրականացվում։ Եվ այն փտած ծառերը, որոնք մնում են քաղաքում, դրանք վտանգ են հանդիսանում։ Եվ մեր քաղաքացիներից բազում են ահազանգերը, որ մեքենան կայանած ժամանակ, անգամ թույլ քամու պարագայում մեքենան ամբողջովին վնասվել է, որովհետև ծառը արմատախիլ է եղել եւ ընկել է մեքենայի վրա։ Արդյոք այսինքն ունենք այսպիսի մի իրավիճակ, աղտոտվածություն ունենք ոտքի, որովհետև շինհրապարակները կապ են Եվ չեն վերահսկվում, չկա վերահսկողություն, ծառահատումները արդարացված չեն եւ ունենք աղբի վերամշակման խնդիր։ աղբի վերամշակման բացակայություն եւ օդ են արտանետվում այնպիսի թունավոր ու վտանգավոր գազեր, որոնք արտադրվում են տարբեր ասֆալտբետոնյա գործարանների արկայության պայմաններում Երևան քաղաքում, այստեղ եւս չափորոշիչները պահված չեն եւ բնակավայրերից, բնակելի տարածքներից ոչ անհրաժեշտ հեռավորության վրա են գտնվում, այսինքն պիտի արձանագրենք, որ Երևանի քաղաքային իշխանությունը մեղմ ասած թքած ունի քաղաքացիների շնչած օդի վրա եւ առողջական եւ տարբեր նյութական վնասներ է պատճառում մեր քաղաքացիներին օդի աղտոտվածությունը։ Իրենք եւ իրենց հարազատները եւս մեծ մասամբ Երևան եւ շնչում է այդ օդը, այսինքն այն օդը, ինչ երևանցիները։ Այստեղ խնդիր հետևյալն է, այսինքն բժշկության մեջ այսպեսի մի բան կա, չէ՞, ասում են, եթե ախտորոշեցին, ուրեմն բուժումը արդեն ամենահեշտն է։ Հիմա դուք գտել եք խնդիրները, որտեղ են լուծումները։ Այո, լուծումները Մայր Հայաստան խմբակցությունը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է տարբեր նախագծերի միջոցով եւ նաեւ ավականու վերահսկողական գործառույթներն իրականացնելու միջոցով մենք փորձում ենք հնարավորինս այնպես անել, որ մեր նախագծերը ընդունվեն, սակայն քանի որ գիտեք, իրենք մեծամասնություն են այս պահին կազմում եւ հանրային ձայնն էլ իրենց հետ գումարված միևնույն քվեարկությունների ժամանակ նույն քվեարկություններին կողմ է քվեարկում քաղաքացիական պայմանագրի բերած նախագծերին, բայց Մայր Հայաստանի բերած նախագծերը այդպես էլ մնում են օդի մեջ, թղթի վրա եւ դրանք, ինչպես ասում է, միս ու արյուն չեն ստանում, այ երբ որ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամների ներկայացրած նախագծերը հավուր պատշաճի կքննարկվեն եւ քաղաքային իշխանությունը ականջալուր կլինի, թե ինչ անհանգստություններ ունեն երևանցիները, որոնք արտահայտվել են մեր ավականու անդամների նախագծերում, այդ պարագայում իհարկե օդի աղտոտվածության մակարդակը կկարողանանք նվազեցնել։ Սակայն Երևան քաղաքում պիտի նշենք, որ չի արգելվում նաև մեծ մեքենաների, բեռնատար մեքենաների
ներկայությունը աշխատանքային ժամերին։ Մենք նախագծեր ենք ներկայացրել, տարբեր անգամ հրատապ առաջարկներ ենք ներկայացրել, մեր ավականու անդամները ներկայացրել են, որ բեռնատար ավտոմեքենաները Երևան քաղաք մտնելու ժամեր սահմանվեն եւ այդպիսով քչացնելով եւ խցանումների թիվը եւ օդի աղտոտվածությունը ել ավելի ոնց որ նվազեցնելով, որովհետեւ հասկանում ենք, որ բեռնատար մեքենաների օդ արտանետած թունավոր գազերը մանավանդ աշխատանքային ժամերին, երբ որ քաղաքը այսպես ավելի կենսունակ է, այդ ժամանակ ավելի վտանգավոր է։ Այս ամենը հաշվի չի առնվում եւ ի վերջո արձանագրում ենք, որ Երևանում քաղաքային այս 2.5 միավորանոց իշխանությունը անհանգիստ չէ քաղաքային խնդիրներով եւ քաղաքային տնտեսության կառավարումը լիովին ձախողել են։ Վերցնենք օրինակ հուշարձանների պահպանում ծրագիրը, երբ որ հուշարձանների լվացում չի իրականացվում, հուշարձանների պահպանման համար միլիոնավոր գումարներ է դուրս գրվում, բայց տեսնում ենք, որ Երևան քաղաքում հուշարձանների շրջապատը կեղտոտ է, աղտոտված է եւ ծաղիկներ անգամ տնկված չեն, սա նշանակում է, որ գումարները հերթական անգամ մսխվել են։ Մեքենաների քանակն է, նորից պիտի շեշտեմ, որ հասկանում ենք օդ են արտանետվում թունավոր եւ վտանգավոր նյութեր, մանավանդ որ շահագործման մեջ են նաեւ ոչ պիտանի, այդքան էլ ոչ պիտանի մեքենաներ, հին մեքենաներ, հնամաշ մեքենաներ։ Խոսեցինք շինհրապարակների ոչ հավուր պատշաճին կահավորման մասին, ինչը իրականում լուրջ խնդիր է։ Մանավանդ շինհրապարակներում կառուցապատողները պատրաստակամ են խնդիրները լուծելու, պատրաստակամ են շինհրապարակը ինչպես անհրաժեշտ է չափորոշիչներին համապատասխան կահավորելու, բայց քաղաքային իշխանությունը չի ներկայացնում այն անհրաժեշտ, առաջին անհրաժեշտ եւ իրականում արդյունք տվող չափորոշիչներ, որոնք օդի աղտոտվածության մակարդակը կնվազեցնեն։ Ձևականորեն 1-2 սարք են պահանջում տեղադրել, դա էլ ընդամենը իրենց աշխատանքը հեշտացնելու եւ հերթական անգամ կառուցապատողից գումար կորզելու միջոց է։ Նաև շատ արագ եւ շատ հեշտորեն տուգանում են կառուցապատողներին, եթե թափանցիկ շղարշները չունեն որպես արգելապատներ, դրանք եւս իրենց ֆունկցիոնալությունը չեն կարողանում գործառույթները իրականացնել այդ շղարշները եւ ընդամենը ցուցադրական բնույթ են կրում։ Եվ ի վերջո եզրահանգելով գալիս ենք, որ քաղաքային իշխանությունը ինչ եկել է իշխանության 23 թվականից մինչ այսօր տեղական հարկերն ու տուրքերը թանկացնելով, տրանսպորտի բարեփոխման անվան տակ տրանսպորտի ուղևորձը թանկացնելով, աղբահանության գույքահարկի վճարները թանկացնելով, մեր քաղաքացիների համար հոգսեր է ստեղծել եւ ոչ թե խնդիրները լուծել է։ Եվ երբ որ արձանագրում ենք լուրջ խնդիրներ, վիդեո տեսանկարահանում ենք եւ տեղեկացնում ենք իրենց կից գրությամբ, համապատասխան հղումները օգտագործելով եւ ներառելով, մենք տեսնում ենք, որ լղոզած պատասխան ենք ստանում, ինչը եւս մի անգամ ավելորդ անգամ գալիս է փաստելու, որ քաղաքային իշխանությունը ոչ կոմպետենտ է, շահագրգիռ չէ Երևանցու խնդիրը լուծելու եւ ընդամենը ֆորմալ առումով է խոսում եւ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնում է, որ այս բարեփոխումն արել ենք, բայց իրականում բոլորը չարեփոխումներ են։ Երևան քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը հատելով թույլատրելի շեմը մեր քաղաքացիների համար առաջացրել է դեռահասների, փոքրիկների շրջանում ալերգիկ տարբեր հիվանդություններ, իսկ տարեցների, մեծահասակների շրջանում սիրտանոթային եւ շնչառական տարբեր խնդիրներ։ Երբ որ խոսում ենք բժիշկների հետ, ասում են, որ երեխաները հիմնականում երեխաների մոտ ալերգիկ երևույթներ են, իսկ մեծահասակների մոտ սիրտանոթային եւ շնչառական տարբեր հիմա անունը դնում են վիրուս, բայց այդ վիրուսը իրականում իր մեջ ներառում է օդի աղտոտվածության պատասխանը օրգանիզմի պատասխանը օդի աղտոտվածությանը եւ օրգանիզմը փորձում է այդպես ինքնամաքրվել, այսինքն մեր քաղաքացիների կյանքը եւ առողջությունը քաղաքային 2.5 միավորանոց իշխանությունը լիովին վտանգի տակ է դրել թքած ունենալով քաղաքացիների առողջության վրա, իրենք միայն շահագրգիռ են կարմիր կետագծերից ստացված այդ 160,000 դրամներից ստացած գումարները իրենց գործուղումների, պարգևավճարների եւ իրենց աղքատությունը ուղեղներում, հենց իրենց ուղեղներում հաղթահարելու։